գոնե մեկ անգամ իրենց մեջ մի հարց են բարձրացած կնեն, որ եթե Աստված կա, ինչու է աշխարհում այսքան չարություն։ Ինչու են երբեմն խաբեբաները հաջողության հասնում, իսկ ազնիվ մարդիկ տառապում։ Ինչու են երբեմն անարգար մարդիկ հասնում են կյանքում ինչ-որ տեսանելի հաջողությունների, իսկ արդարները ուղղակի պայքարում գոյատևելու համար։ Ինչու են հաճախ նաև եկեղեցու ներսում տեսնում ենք բաժանումներ, նախանձ, հակառակություններ և այլ գործողություններ, որ իսկ մյուս կողմից նայում ենք, որ եկեղեցին այն սուրբ վայրը պետք է լինի, որտեղ որ ամեն ինչ արդար հավասար պետք է լինի։ Եվ այսպես տարատեսակ շատ հարցեր կապված արդարության հետ, որ հաճախ մենք տեսնում ենք և հաճախ զգում ենք, որ մեր մարդկային պատկերացումները, ակնկալիքները չի համապատասխանում իրականության հետ և հաճախ մենք հայացքներս առում ենք դեպի երկինք այս աշխարհում չգտնելով այդ հարցերի պատասխանները և այնտեղից ենք փորձում ստանալ մեր հարցերի պատասխանը։ Եվ հենց այս բոլոր խռովահույս հարցերի մասին է այսօրվա ավետարանական հատվածը։ Վստահ եմ բոլորս լսեցինք և սա գավաթը ընթերցեց որոնների առակը և Քրիստոս պատմեց մի մարդու մասին, ով իր արտում լավ սեր ցանեց, ասում է, բայց գիշերը եկավ թշնամին ու ցանեց որոն։ Եվ այդ բույսերը սկսեցին միասին աճել, ծառաները տեսան, զարմացան, ասեցին, այս ու լավ սեր ցանեցին, ինչու որոն աճեց։ Եվ Հիսուսի պատասխանը շատ կարճ էր, ասեց, որ թշնամին չար մարդն արեց դա։ Տեսեք, Աստված սորեն է ցանում, սատանան չարը որոն։ Իրականում Աստված երբեք չի ստեղծել չար բան։ Չար, նախ և որ մեր հայերեն ստուգաբան ենք այդ բանը, չն որպես նախտիր, ժխտական նախտիր, արարած, արարիչ, բարի, առաջին արմատն այսինքն այնտեղ, որտեղ չկա արարիչը, այնտեղ, որտեղ որ Աստծո ներկայությունը չկա, այնտեղ է չարը։ Եվ տեսեք, Աստված երբեք չի ստեղծում կամ հնարում պատերազմներ, ատելություն, նախանձ, ստախոսություն և սրանք այն որոններն են, որոնք որ չարը սերմանում են մարդկանց սրտերում։ Բայց գիտեք ինչն է առավել կարևոր, որ հաճախ մենք սայթակում ենք և ընկնում թակարդը չարի, որովհետև մենք անդադար մտածում ենք, թե ինչպես անենք, որ այդ խնդիրները չլինեն, բայց երբեմն ուղղակի մենք անտեսում ենք մի բան, լավ, ոչ թե ժամանակ ծախսենք, որ այդ ամենը չգա, այլ մենք այդ ամենը մեր մեջ չաճեցնենք, որովհետև դրանք ջուր տվողը, սնուցողը ով է, մենք, չէ՞։ Մենք հաճախ ուզում ենք ամեն ինչ անենք, որ ատելություն չլինի, բայց մեր մեջ մենք զարգացում ենք այդ ատելությունը։ Ինչպես
Տեսեք, սատանան կարող է սերը ցանել, բայց աճեցնողը մենք ենք։ Օրինակ, մեկը մյուսին վիրավորանք է, չէ՞ ասում, վիրավորական խոսք է ասում։ Այդ վիրավորական խոսքը կարող է դառնալ ատելության աղբյուրը։ Կարող է մարդը այսպես նստի, սկսի վերլուծել, ինչու ասեց, ինչպես ասեց, եւ այդ միտքը իր մեջ զարգացնելով հասցնի կետին, որ սկսի այդ մարդու նկատմամբ վատ զգացողություն ունենա։ Կամ մի փոքր նախանձը կարող է վերջո թշնամանքի վերածվել։ Մի փոքր գայթակղությունը, երբ որ տեղ է տալիս մեր սրտերում, հետո հասկանում, որ չեն կարողանում դրա դեմ դառնել։ Մի պատմություն կա, ասում մի արաբականապատով գնում է, հոգնում է, որոշում է հանգստանալ մի քիչ, պատմասնում է ուտը, հանում վրանը, փոքր վրան խփում, մտնում մեջը, որ մի քիչ հող լինի, եւ այս ուղտն էլ, այս գլուխը մի փոքր մտցնում է ներս, այս մարդն ասում է ադելյա ոչինչ չեն ուղտա, կենդրան ինքել է շոքում, թող ոչինչ մնա։ Մի քանի րոպե անցնում է, այս ուղտը կիսով չափանվում, ասում է դելյա բան չկա ուղտա էլ պեղ կա։ Մի քանի րոպե հետո ուղտը ամբողջությամբ ամրանում, որ այս մարդու համար տեղ չի դու մարդը վրանի մեջ։ Դուրս է փախչում, որտեղ ուղտը իր հետ բերում է նաև այդ գարշահոտությունը, իր վրայի մլակները, ճանճերը միասին գալի մտնում են։ Այո, սեն էլ, այդ մեր կյանքն է, նաև այդպես է, և մենք մի փոքր գայթակղություն, մի փոքր բարի նախանձ շատ ենք ասում։ Բարի նահին ես չեմ նախանձում, բայց բարի նախանձով ես մարդում ունեմ, բարի նախանձը բարի նոն է, որ արդեն որ ասում ես նախանձ հերիք է, բարի չի, բայց ուզում եմ չի արդարասում, բարի նախանձով ես մարդում Տեսեք Սուրբ Հովան Ոսկերբերանն ասում է Քրիստոս հատուկ օգտագործում է թշնամի բառը, որպեսզի մարդիկ հասկանան չարի աղբյուրը որտեղից է, որ Աստծուց չի գալիս։ Եվ ասում, որ սատանան հատկապես գործում է, երբ մարդիկ քնած են, այսինքն կորցրել են հոգևոր արթունությունը։ Եվ երբ ենք մենք կորցնում մեր հոգևոր արթունությունը, երբ դադարում ենք աղոթել և սկսում ենք մտածել, որ վտանգ չկա և հենց այդ ժամանակ թշնամին սկսում է գործել, իր աշխատանքը կատարել։ Տեսեք, իրականում այդ որումը շատ նման է ծորենին և հենց այստեղ է ամենամեծ թակարդը, որ հաճախ մենք չենք կարողանում տարբերել, որն է որում, որն է բարի նախանձի բանն է, չէ՞, այս գայթակղությունից գալիս է չենք կարողանում տարբերել, չենք կարողանում հասկանալ, որ ներք են գործում դրանով։ Եվ որոշ ժամանակի ընթացքում, երբ համահավասար աճում են, դժվար է լինում տարբերելը։ Եվ նույնը նաև հոգևոր կյանքում է, այդպես կեղծ բարեպաշտություն կա, որ հաճախ նման է, իրապես բարեպաշտությանը, բայց կա մի իրավիճակ, երբ մարդը մտնում է դրա մեջ և հետո դժվար է լինում այդ մարդուն նաև, կան շատ քրիստոնյաներ, որ ես այնքան եմ բանի մեջ մտած, հաճախ մեզ էլ եմ գալիս, փորձում ուղղություն ցույց տալ, բաներ ասել։ Շատ իրավիճակներ է լինում, որ արտաքին հավատքը կարող է մոլորեցնել, ներքին այդ ճշմարտությունից հեռացնել մարդուն։
առասարակ կարելի է կարող մարդը աղոթել, գնալ եկեղեցի, մոմ վառել, աղ պարել, բայց ներսից այդ հպարտությունը չկոտրել։ Գիտես, երբ որ այդ հպարտությունը կա, դրա դեմ պայքարել է պետք է։ Եվ դատապարտող միտքը կա մարդու մեջ։ Ինչքան ուզում ես մոմ վառել, ինչքան աղոթել, ուրեմն ճիշտ չես մատուցում, դեռ քո ներսից չի սկսվել փոփոխությունը։ Եվ տեսեք Քրիստոսին դիմադրողները Քրիստոսին հեթանոսները չէին։ Իր հրեական միջավայրում ապրող մարդիկ էին, ովքեր որ սպասում էին Քրիստոսին, իրենք Քրիստոսին Մեսիային սպասում էին, բայց չընդունեցին, չէ։ Իրենց մեջ էր, իրենց կողքիներ լսում էին, բայց չընդունեցին։ Եվ առհասարակ այդ փարիսեցիները կրոնական մարդիկ էին, չէ, լավ օրենքները պահող, այսպես ամեն ինչ անգիր իմացող, Քրիստոս դատապարտեց նրանց, որ ճիշտ ուղղության վրա չեք, որովհետև ձեր սիրտը չի խոսում։ Տեսեք, մենք այսօր շատ մեզ անհանգստացնում է, ավելի շատ մեզ չի անհանգստացնում է սեփական որոնները, բայց ուրիշների այդ որոնները մենք ինչքան լավ են չենք տեսնում։ Մենք մերը չենք տեսնում, կամ խնամքով ծածկում ենք, կամ այս լավի փողի տակ ձևակերպում ենք անցումը։ Բայց հաճախ ուզում ենք մաքրել ամբողջ աշխարհը, որ բոլորը լավը լինեն, բոլորը չգիտեմ, արտակարգ լինեն, բայց մենք չենք ուզում մեզնից սկսել։ Ասել, այդ Չերչիլի լավ միտքը կա, ասում է, եւ փոքր ուզում է աշխարհը փոխել եւ 10 տարի ասա մտածեցին դառնալիս փոխան, եւ ասա ծերության հասկացա, որ ինքս պիտի փոխվի։ Այո, եթե ուզում ենք, որ ինչ որ բան փոխվի առհասարակ, ինքներս մեզնից պիտի սկսենք, պիտի դադարենք այն վատ բաները, որոնք որ մենք անում ենք։ Եվ տեսեք, Աստված թույլ է տալիս, որ երկուսն էլ միասին աճեն։ Եվ շատ զարմանալի էր Քրիստոսի պատասխանը աշակերտային ծառաներին, ովքեր ասեցին, գնանք այդ որոնները հանենք։ Բայց Քրիստոս ասաց, որ երբ գնանք այսպես հանենք, կվնասեք նաև ցորենի լավ սերմերին։ Ինչ է ցույց տալիս, որ Աստված ամեն դեպքում համբերատար է, Աստված ամեն դեպքում տալիս է հնարավորություն ապաշխարելու։ Եվ այն մարդը, որ այսօր որում է թվում, վաղը կարող է դառնալ լավը։ Միան մեր համար անիրական է այս պահը, որովհետև տեսեք մենք Պողոս Առաքյալը օրինակ, ով էր։ Մարդ, որ սպանում էր քրիստոնյաներին։ Բայց ինչ դարձավ Քրիստոսի քարոզիչը ողջ հեքանոս աշխարհում։ Եվ սպանվեց քրիստոնյա լինելու համար։ Տեսեք, նույնիսկ այն ավազակը, եւ Քրիստոսի կողքերը չէ, աչիկ ձախ կողմում ավազակներ էին խաչված, նրանցից մեկը այդ արդեն շունչը փչելու վրա դարձի եկավ, ասաց Տեր, ինձ էլ կհիշես, ընդունես ասում։ Այսինքն Աստված միշտ տալիս է հնարավորություն, եւ երբ մեր եկեղեցու սուրբ հայրերի վարքերը մենք նայում ենք, իրենք այդ սկզբնական շրջանում ինչ-որ մի մեղքի մեջ էին, կամ մի պարզ օրինակ, Վարդան Ամիրյանը, որ եկեղեցի
Անգլիացին ստրփացրեց այդ մարդը, որովհետև միշտ այդ փոխվելու հնարավորությունը Աստված գնահատում է։ Հիմա տեսեք, սա մեզ տալիս է, որ ինչքան համբերատար է Աստված, բայց այս առակի մեջ նաև մեզ մի ծայրահեղությունից է եղել Պավլոս Քրիստոս, որ կարծես ասում է, չէ, այնքան էլ չենք տա, որ որում ուսուելն է, իր հետ այսպես ինչ ուզենան անեն։ Ասում է, ի վերջո գարվի է հունցքի ժամանակը, դատաստան է լինելու ի վերջո։ Եվ ասում է, որ համբերությունը երբեք չպետք է շփոթել անտարբերության հետ, այսինքն Աստված ամեն դեպքում անտարբեր չէ այս խնդիրներում։ Եվ հենց առակի վերջաբանը խոսում է դրա մասին, որ ի վերջո դատաստանի ժամանակ արդարներին առանձին կկանչվի, իսկ մեղավորներին առանձին։ Եվ ասում է, որ երբ գալու է մի օր, որ այլևս ապաշխարության ժամանակ չի լինելու։ Գիտեք, մեր ժամանակների մեծ մոլորություն է, որ մենք մտածում ենք միշտ ժամանակ ունենք զղջալու համար։ Միշտ կա ժամանակ։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ ժամանակը այդ տնօրենը մենք չենք։ Չկան դեպքեր գիտեք, որ մարդը անակնկալ կերպով կորցնում է ապաշխարելու հնարավորությունը, որտեղ ոչ մեկս չգիտենք հաջորդ իսկ վայրկյանին մեր հետ ինչ կարող է պատահել, որտեղ մենք անկախ մեր կամքից ծնվել ենք, մյուս աշխարհ ենք եկել, անկախ մեր կամքից էլ գնալու ենք։ Ոչ էլ գիտենք, որ որ ժամին երբ ինչ հանգամանքներ է լինելու։ Ու եթե մենք այսօր չենք օգտագործում մաքրվելու ապաշխարելու այս հնարավորությունը, մենք վտանգի տակ ենք դնում մեր հաջորդ իսկ վայրկյանին, որ կարող են հայտնվել այդ վիճակի մեջ։ Միշտ մենք մեզ ժամանակ չկա, հետո կապաշխարելու։ Կգա ծերության ժամանակ նոր կմտածենք մեր հոգևորի մասին։ Սուրբ Գրիգոր Նազարյանցին ասում է, որ ապաշխարության նավատորի ժամանակը վաղը չէ, այսօր է։ Այսօր մենք ունենք հնարավորություն։ Այսօր Կիրակի է։ Այսօր ունենք հնարավորություն կանալու եկեղեցի, պատարագի մասնակցելու, հաղորդակիցներով, Աստծո խոսք լսելով, մաքրվելու, հոգին լվանալու։ Եվ այս պատմությունը մեզ մի կարևոր հարցի առջև է կանգնեցնում, ասում, որ ինչ ենք մենք մեր ներսում աճեցնում, սեր թե ատելություն, խոնարհություն թե հպարտություն, ներողամիտ կարողություն թե վիրավորանք, ի վերջո աղոթք թե անտարբերություն։ Եվ յուրաքանչյուր սեր մի օր իրապես պտուղ տալու է։ Կարևոր է, որ այսօր բոլորս ինձնից սկսած յուրաքանչյուրս մտածենք, ինչ որում կա մեր ներսում, նախանձանք, պարտություն, ներողամիտ չլինելու և տարբեր։ Մի պահ խորհենք ինքներս մեր մեջ, ինչն է մեզ կանգառում, ու սկսենք դրա դեմ պայքարել։ Սկսենք մտածել, թե ինչպես մենք հաղթահարենք դա և հիշենք, որ ամեն դեպքում Աստված գործում է մեր կյանքում, այն ինչն է, որ գտել ենք, անհաղթահարելի չէ, հաստատ կարողանանք հաղթել։ Եվ խնդրենք, որ Աստված մաքուր պահի մեր սիրտը, որպեսզի մեր մեջ սերմանված բարի սերմերը լավ պտուղներ տան։ Սիրելիներ, մենք ապրում ենք շատ խառը աշխարհում,
աշխարհը կարծես խառը արտ լինի։ Ինչ ասես կա այնտեղ ցանկացած։ Կա եւ ծորեն եւ որոն եկեղեցիներ կան եւ ծորեն եւ որոն բոլոր տեղերում մեր ընտանիքներում էլ կան եւ ծորեն եւ որոն ամեն ինչ կա։ Բայց Քրիստոսի խոսքը մեզ լույս է տալիս, որ արտիտերը ամեն դեպքում չի փորձել վերահսկողությունը։ Նա գիտի թե որտեղ է ծորենը եւ որտեղ է որոնը։ Եվ Աստված տեսնում է յուրաքանչյուրի սիրտը։ Եվ ի վերջո արդարությունը հաղթելու է մի օր։ Բայց մինչ այդ խնդիրը ոչ թե ուրիշների մեջ որոնք ընտրելը պետք է լինի, այլ մեր մեջ փնտրելը պետք է լինի։ Ոչ թե մենք պիտի մտածենք ինչպես մշակենք ուրիշի արտը, ինչպես փոխենք ուրիշի սիրտը, այլ մտածենք մենք ինքներս ինչպես փոխվենք։ Եվ եթե մենք կարողանանք հենց այդ տրամաբանությամբ առաջնորդվել եւ յուրաքանչյուրս մտածել մեր փոփոխության մասին, իհարկե աշխարհը կփոխվի, մեր շրջապատի մարդիկ կփոխվեն։ Որտեղ մենք մի քայլ կանենք ավելի լավը դառնալու։ Իր շնորհը սերը եւ կարողությունը մեզ որից միայն եւ միշտ